բան դա տառապանք։ Թե նիհարա ուրեմն գեղեցիկ է։ Մարդը չի կարող ելել 200 կիլոգրամ երջանիկ։ Այ հավաքվեք իրար հետ գոզակետները։ Ինչի, բայց ինչու։ Որ ես էս ջղայնանա։ Քաղցրից պետք է հրաժարվել, բայց դուք դառնաք դիխոր դեմք, ուրեմն մի հրաժարվեք։ 21-րդ դարում ես տվել է պրեպարատ, որը մենք սխալ ենք օգտագործում։ ես օրինակ սխալ չեմ օգտագործում։ Հատակի գնում է։ Դարկնետը Հայաստանի 70-90 հազար։ Օզեմպիկը չի կարելի օգտագործել, ով որ չունի ճարպակալում։ Միանշանակ նույն կամպանիան չէր։ Նույն կամպանիան չէր, նույն կամպանիան չէր։ Այսա եմ սիրում մեր ոդկասթում։ Բարև ձեզ, եթերում Monk 3-ն է, ես Եգոր Գլումն եմ, ես Գլումով տրիպտիխն է։ Այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմայից՝ նիհարելու եւ մարզվելու մոլուցկից։ Իմ հյուրերն են Լիդիան դիետոլոգը, Վանեսա ֆիթնես մարզիչ, Լավրենտը բոքսի մարզիչ։ Ինչ եք մտածում, մոլուցք է իսկապես։ Մարզվելը լիներ մոլուց։ Բոլորս շատ երջանիկ կլինեինք, դեպրեսիաները չէր լինի, ավելորդ քաշ չէր լինի։ Դիաբետ չէր լինի։ Մահացության դեպքերը ավելի քիչ կլիներ։ Դուք որ ասում եք մոլուցք, ինչի նկատի ունեք։ Մոդայիկ է դարձել եւ ավելի շատ ձևական բնույթ է կրում, քան իրականում մարդիկ մտածում են իրենց առողջության մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեզ մինիմալ թվեր է ասում շաբաթական 150 րոպե կարդիո մարզումներ ունենալն է, 75 րոպե ուժային մարզում ունենալն է։ Եթե մոդայիկ լիներ եւ բոլորը այս մինիմումը ապահովեին, գոնե թե բավականին շատ խնդիրներ չէինք ունենա։ Այս կոնտեքստում ֆիզիկական ակտիվությունը ես կուզեի, որ մենք ընկալեինք որպես հենց առողջության մասին, ոչ թե գեղեցկության։ Այ գեղեցկության մասին կարող է ինչ-որ ժամանակ հետո, երբ որ այսքան մարզվել եմ, հետո ինձ գեղեցկության մասին է պետք ուստեղ այդ սահմանը որտեղից է գալիս, երբ որ առողջությունը արդեն տեղում է, մեզ պետք է գեղեցկության, կարող ենք արդեն գեղեցկության մասին մտածել եւ այդտեղ գեղեցկության մասին մտածել ինչքան անառողջ է, որովհետեւ տենց էլ է լինում։ Մենք ընկնելով գեղեցկության հետևից ձեռք ենք բերում որոշակի հիվանդություններ։ Քաշի նվազեցումը բավարար չի, ինձ ել ավելի շատ է պետք, կամ տղամարդկանց մոտ ինձ բավարար չի այսքան մկանային զանգվածը, ել ավելի շատ է պետք։ Բոլոր դեպքերում մենք գործ ունենք սննդային վարքի խանգարումների հետ։ Երբ որ մենք գալիս ենք ֆիթնես կենտրոնների կողքով անցնում ենք կամ փորձում ենք կայանան մեր մեքենան, տեղ չկա։ Երբ որ մտնում ես դահլիճ, տեսնում ես, որ այնքան մարդիկ են մարզում, որ դու պետք է կանգնես, սպասես, որ քո հերթը գա, մոտենաս ինչ որ ծանրաձողին կամ տրենաժորին։ Այդպիսի խնդիրներ ես բախվում եմ եւ բախվել եմ։ Բայց խնդիրը նրանում է, որ այդ մարզվող մարդկանց 80%-ը չեն հասկանում իրենք ինչ են այդտեղ անում։ Հեռախոսով են խոսում, սելֆի են անում, բայց այդ ուղեղի մեջ, որ բոլորը պետք է նիհարեն, բոլորը պետք է գեղեցիկ լինեն, դա կա։ Այդ դրա մասին է խոսքը։ Հետո դրանից հետո գալիս են այլ խնդիրներ առողջական, ինչպես մարզվել ճիշտ է, սխալ է, ով է մարզում։ Այդ մոլուցքի մասին եմ ես ասում առհասարակ, կամ օրինակ, եթե դու չես գնում ֆիթնես կենտրոն անգամ, դու որ նկարում ես քեզ, ինչ որ ֆիլտրներ ես օգտագործում, որ լինես ավելի գեղեցիկ, ավելի սլացիկ։ Դա նշանակում է, որ մարդիկ ուզում են գեղեցիկ լինեն եւ տրենդային, այո։ Հովանես եւ Լավրենտ համաձայն եք Լիդիայի հետ, որ խնդիրները սկսում են այնտեղ, երբ որ մարդիկ մարզադահլիճում արդեն սկսում են մտածել նրա մասին աղջիկները, որ ել ավելի շատ նիհարեն, սա հերիք չի իրենց, ինձ տղամարդիկ սկսում են մտածել նրա մասին, որ նրանք Արնոլդ Շվարցենեգեր չեն դեռ, կամ ով է հիմա ամենա Եթե ունեն նիհարելու խնդիր, միանշանակ պետք է նիհարեն։ Ով է որոշում դա։ BMI-ն է որոշում, այսինքն կա հատուկ բանաձև, որ մարմնի զանգվածի ինդեքս է կոչվում եւ կարելի է տեղադրել հասակը, քաշը, տարիքը։ Դա միջին ստանդարտացված թվեր են, որը ստանալուց մենք հասկանում ենք ընդհանուր պոպուլյացիայում մարդիկ ունեն, իհարկե Հովանեսը շատ ավելի բանով կասի, որ մենք ունենք ավելորդ քաշով մարդիկ, ովքեր մկանային զանգվածի հաշվին են ավել եւ մենք այդտեղ ոնց որ ավելի շատ այդ անդադ նշում ենք, որ ընդհանուր պոպուլյացիայում մենք ուզում հասկանանք մարդը ունի ճարպակալում ավելորդ քաշ թե ոչ թե կոնկրետ անհատի համար, որովհետեւ ընդհանուր պոպուլյացիայում հեշտ է բանաձևը, մի հատ բանաձևը հաշվում ես, իմանում ես Հայաստանում ինչքան ավելորդ քաշ կա, ճարպակալում կա։ Բայց երբ որ մենք անհատականացված ենք ուզում անենք, մենք այստեղ ճարպի քանակի վրա ուշադրություն պետք է դարձնենք, որովհետև վստահաբար կարող է մարզիչը անգամ ունենալ այդ BMI-ով ավելորդ քաշ, բայց մկանների հաշվին, այստեղ մենք բնականաբար չենք ասի, որ ավելորդ ճարպ չունի, բայց ունի մկան։ Այո։ Ես ունեմ առաջի կարգի ճարպակալում BMI ցուցանիշներով։ Հենց հիմա կարող ենք նայել, կարող ենք BMI-ով հաշվել, այո։ Միջև Հովանեսը հաշվում է, ուզում ասեմ Լավրենտ, առաջի ռաունդը ավարտումը դեռ ոչ մի հարված ձեզանից չի։ Ինչ կասեք դուք այս ամենի մասին, ինչ որ մենք խոսեցինք։
Համաձայն եմ, որովհետև իրականում լիքը մարդկանց մոտ այդ նիհարելը դառնում է մոլոսկ, իրանք մտածում են, եթե նիհարա, ուրեմն գեղեցիկ է։ Մարդկա օրինակ ինչ որ տվյալ հատվածի մկանը, չգիտեմ, օրինակ տրիցեպսի մկանը կա աղջիկների մոտ, ասում են իմ մոտ թուլ է։ Ուղղակի իրանք փորձում են բացատրեն, որ նիհարելով չի այդ ամեն ինչ, այսինքն կարան իրանք նիհարեն, դառնան հասնեն անորեքսիայի, հա, այնքան նիհարեն, որ այնտեղ ոչ մի բան ուղղակի էլ չլինի։ Լինի ոսկոր, ուղղակի չոր մկան, բայց այդ հատվածը ձգելու կամ ցանկացած հատված ձգելու համար պետք է ուղղակի տարիների փորձ, որ այդ մկանը խտանա, ձգվի, այսինքն նիհար չի նշանակում դեռ գեղեցիկ։ Հովանես ինչ հաշվեց։ Ես sense նոր BMI կալկուլյատորով իմ անձնական տվյալների հիման վրա կալկուլյատորը ցույց տվեց, որ ես ունեմ առաջին կարգի ճարպակալում։ Նոր սկսվող ճարպակալում, բայց դրա համար եմ ասում, բայց սա մկաներն են։ Իհարկե, եւ այստեղ մենք վստահաբար պետքա նայենք ճարպի քանակության, այսինքն մենք հատուկ սարքերով պետքա ճարպային զանգված անենք եւ ոչ միայն BMI-ով հաշվենք։ Այն սարքերը, որոնք որ կան ֆիթնես կենտրոններում։ Նաեւ կան ֆիթնես կենտրոններում, բժշկական կենտրոններում, այո, մկանային զանգված, ճարպային զանգված են առանձնացնում, որովայնի տրամագիծն է շատ առաջ գալիս, որ պետքա որովայնի տրամագծով, որովհետեւ որովայնի տրամագիծն էլ մեզ շատ բանի մասին կարող է ասել, առաջին աշխարհային ճարպակալումի ժամանակ տղամարդկանց մոտ 95-ից ավել որովայնի տրամագիծ պետք է ունենան, մենք վստահաբար Հովանեսի մոտ այո, չունենք, տեսեք, 90 ավել որովայնի տրամագիծ, դրա համար էլ մենք առանց անգամ են սարքի կարող էինք BMI-ով Հովանեսին ներողություն եւ Լավրենտի Պարագայում վիզուալ է երևում, որ մարդիկ մարզված են, սպորտի մոտիկ են եւ այլն։ Ստե այլ խնդիր է առաջանում նաեւ։ Այդ մոլուցքը միգուցե տարածում է սոցցանցերով եւ հաստատ նաեւ սոցցանցերով եւ խնդիրը նրանում է, որ սոցցանցերում մեզ հանդիպում են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարզիչներ կամ կվազի պսևդո մարզիչներ, թե դիետոլոգներ, թե մասնագետներ, այսպես կոչված մասնագետներ, որոնք որ խորհուրդներ են տալիս, գումարներ են դրանից վաստակում, ցույց են տալի, թե ինչպես են իրենց ճարպակալումը հանում, տեղադրելով նկարներ մինչև, հետո մարզումներ են կազմակերպում, ինչ որ օրինակ ես չեմ կարող գնալ հիվանդանոց կամ Instagram-ում չեմ կարող մարդկանց խորհուրդ տալ ինչպես ձերբազատվել, չգիտեմ։ Հայաստանում կարող եք Instagram-ում Կույրաղիկից։ Հա, կույրաղիկից չէ, բայց ճարպակալումից հա։ Դա հենց դա եմ ասում, բայց կարող եմ ինչ-որ բան հորինել, սկսել նկարել, ասել, որ ես բավականին հայտնի մարդ եմ, եղել եմ, չգիտեմ, չաղ կամ չեմ եղել, կարող եմ ձեզ խորհուրդներ տալ, ունենալ մեծ հետևորդներ։ Կրթությունը կարևոր է, թե ոչ, լիցենզավորում։ Իրականում դա համաշխարհային խնդիր է, ոչ միայն Հայաստանի խնդիրն է։ Վերցնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը, վերցնենք Ռուսաստանի Դաշնության փորձը, այո, որովհետև համաշխարհային մակարդակով քանակը մարդկանց, որ բուհեր են գնում եւ սովորում, կտրուկ մինչեւ 60% քչացել է, ֆիթնեսի բնագավառում շատ ավելի ակտուալ է, օրինակ Ամերիկայում կան մոտիկներ, ծանոթներ, ովքեր որ այնտեղ մարզիչ են աշխատում, բայց նույն լիցենզավորումը չունեն։ Ինչ վերաբերվում է մեզ, ինքս կենսաբանական գիտությունների տեխնացու եմ, սննդագետ, ունեմ 2 կրթություն, սպորտի վարպետ եմ, 30 տարի սպորտի մեջ եմ։ Ես շատ գործ ունեմ արած այս բնագավառում։ Կարելի է վստահել ձեզ։ Ու ես ինձ համարում եմ, որ ես կարող եմ ինձ մասնագետ համարել, որովհետև արդեն 10 տարի պլյուս։ Դες ինչու՞մն է, որ մենք ուզում ենք ի վերջո, որ ոչ թե ամեն մեկը իրան կարողանա համարի, այլ համակարգը համարի։ Կարող է Հովանեսը աշխատել մարդկանց առողջության հետ, թե չի կարող աշխատել։ Ո՞վ է այդ համակարգը։ Դե հենց այդ լիցենզավորման համակարգը պետք է աշխատի։ Այսինքն, եթե այդպես նայենք, հա, Հովանեսը երկար ճանապարհ անցել, կրթվել է եւ մնացած բաները, բայց շատ հանգիստ մի հատ ուրիշ մեկը կարա ասի, դե ես էլ 30 տարի սրա մեջ եմ ու այսքան ման ունեմ, լավ դեպքեր ունեմ, ինձ էլ վստահեք։ Այն մյուսն էլ ասի ես այսքան եւ ամեն մեկը դուրս գա, որ ինքնակոչ կարող է ասել, կարող եք ինձ վստահել, որpիսի այդ բոլորի հավաստիա թե հավաստի չի այդ բոլոր նշածները կարող է ինքը իրոք այդ բոլորով աշխատել մարդու առողջության, մարմնի, ֆիզիկական առողջության հետ պետքա լիցենզավորվի։ Որն է այդ օղակը կամ այդ նախարարությունը, կոմիտեն, վարչությունը, կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունը, այո, պետք է հանձն առնի, կարծում եմ, եւ այդ հարցը ավելի արագ լուծի։ Սպորտի բաժինը, այսպես ասած, դրանով պետք է զբաղվի։ Պատկերացնենք, որ ես կամ ինչ որ ինձ նման մեկը գալիս է, ասում է, որ ինքը 16 տարի ջյուդո է զբաղվել եւ այլն, բացարձակ այդ մարդուն չեք ճանաչում, տեսնում։ Ինձ էլ ընդունեք աշխատելու ձեր հետ։ Ես էլ կարող եմ, մի երկու անգամ կգամ պարապմունքի աչքի պոչով կարող եմ տեսնել դուք ինչ եք անում կամ ինչ չեք անում, հետո ես էլ սկսեմ խելացի դեմքով խորհուրդներ տալ։ Հնարավոր է դա թե ոչ։
Ոչ, որովհետև եթե մարդը մի քիչ IQ-ով բարձր եղավ, հաստատ մարզողի մասին է խոսքը, ինքը հասկանալու է, որ մարզիչը Լավրեն ջան, արի բանանենք։ IQ-ից չխոսենք։ Արի IQ-ից ամեն մարզչի մոտ մոտավոր այդ IQ-ին համապատասխան մարդիկ են գնում իրականում, Բայց Հայաստանում հնարավոր չի այդպես բան, իհարկե հնարավոր է, քանի ֆիթնես ակումբում տես բան հնարավոր։ Դե Շատ։ Ես չեմ ասում ձեր մտքերդ։ Այսինքն երբ որ մարդուն ասես չգիտեմ, գիշերը գրեյֆրուտ կերկնի հարես, հաստատ այդ մարդը հասկանալու է, որ մի քիչ ուղղակի հասարակ մտնի Google անի կհասկանա, որ Պիտակնի գվարիմ։ Ես ճանաչում եմ շատ խելացի բարձր IQ-ով մարդկանց, որոնք որ համոզված են, որ կիվի ուտելով նիհարում են։ Եվ կիվին։ Եւ ջուր խմելով, եւ չգիտեմ չի։ Այնքան մարդ կա տենց։ Բայց լավրենտի շատ զեցի եմ հարգեցի, որտեղ ինքը շատ հավատում է մարդկանց։ Դες ասում, եթե IQ-ը գոնե մի քիչ։ Լավ, մարզիչների բարեկամ հələ մի քիչ ես կասկածներ ունեմ, որտեղ գիտեք ինչ կա, որ մարդը գալիս է մարզա սրա Ну էլի գալիս է եւ նես չի որ միգուցե նրան մի անգամ խորհուրդ են տալու օրինակ ասում են գնացեք Հովանեսի մոտ կամ գնացեք Լավրենտի մոտ կամ գնացեք ինչ որ մեկի մոտ բայց այլ դեպքերում լինում են մարդիկ գալիս են 2-3 անգամ պարապում են տեսնում են որ իրենց մոտ չի ստացվում ինչ որ բան կամ խորհուրդներ են հարցնում 2-3 անգամ անվճար խորհուրդներ են ստանում հետո պարզե որ պետք է ունենաս անհատական մարզ եւ արդեն մարդիկ վիզուալիզացնում են տեսնում են թե ով ինչպես է մարզում ով ինչպես է խորհուրդներ տալի ով ինչ մարմին ունի վերջով բայց դիետոլոգի պարագայում մի քիչ այլ կերպ է դիետոլոգը կարող է չգիտեմ, անգամ գիրուկ լինի, բայց դիետոլոգ։ Հայաստանում կան այդպիսի դիետոլոգներ, ես միշտ զարմանում եմ, բայց այդ ինձ միշտ նմանացնում են լավ բան կա, չէ՞, որ մարդիկ գրքեր են գրում, ինչպես դառնալ միլիոնատեր, բայց փող չունեն գիտ տպագրել։ Ոնց է դա ստացվում, չեմ հասկանում։ Դիետոլոգը կարող է ճանենալով կրթություն, սլացիկ մարմին, համոզելով մարդկանց կամ չգիտեմ ինչ դառնա ու խորհուրդներ տալ։ Եկեք սլացիկ մարմինը մի կողմ դնենք։ Դրեցինք։ Եկեք ասենք առողջ քաշի տիրույթում գոնե թե եթե մենք խոսում ենք բժշկության եւ հիվանդությունների մասով, ես կգնամ այն ուղղությամբ, որ ամեն դեպքում երբ որ դիետոլոգիա ներողություն, դա բժշկության եւ առողջության մասին։ Միանշանակ դիետոլոգիան միայն բժշկության մասին է, սննդաբանություն, նուտրիցիոլոգիան։ Ես ուզում եմ նշել, որ երբ որ ասում ենք բժշկական մասնագիտություն դիետոլոգիա, հանկարծ չթվա, որ եթե խոսում ենք սննդաբանության եւ նուտրիցիոլոգիայի մասով, իրենք կարան կրթություն չունենան եւ խորհուրդներ տան։ Այս մարդիկ էլ են անցնում ճանապարհ եւ իրենք էլ պիտի կրթվեն։ Երկու դեպքում էլ կրթությունը շատ կարեւոր է։ Ինչպես այդ դեպքում պայքարել բոլոր այն մարդկանց հետ, որոնք որ Instagram-ում, Facebook-ում եւ YouTube-ում Առաջինը պիտի ունենանք այդ ֆակուլտետները եւ այդ կրթական համակարգը, որտեղից որ դուրս են գալու նուտրիցիոլոգներ եւ դուրս են գալու դիետոլոգներ։ Պատկերացեք, որ մարդը ուզում է նիհարի, մտնում է այս Instagram-յան էջում տեսնում է մի հատ գեղեցիկ աղջկա կամ դրանից հետո, երբ որ այս կրթությունները լինեն, այսինքն մենք ունենանք մասնագետներ, հետո գալիս է օրենքով կարգավորվող հատվածը, ինչ են անել, մարդկանց արգելելու են Instagram-ում, որտեղ որ պիտի կարելի չլինի այն մարդով, որ այս կրթությունները չի անցել, նու ես ռոմանտիկ աշխարհում եմ ապրում եւ մոտ ապագայում ուզում եմ, որ այսպես լինի, որ այս մարդը ավարտել է այսինչ տեղերը եւ իր անվան կողքը կարող է գրել սննդաբան, նուտրիցիոլոգ, այս մարդը ավարտել է բժշկական համալսարանը, դիետոլոգ կարող է գրել, մնացած ոչ մեկ չեն կարող գրել։ Եվ նրանց հավատալ պետք չի։ Այո։ Եվ նրանց խորհուրդներն յետևել պետք։ Այո, եւ եթե օրենքով կարգավորվող է, նրանց կարող են անգամ տուգանել, որ իրանց անվան կողքը գրեցին նուտրիցիոլոգներ կամ այդ գործով զբաղվեցին կամ գրեցին դիետոլոգներ։ Բայց սա ոչ միայն հայկական խնդիր է, պետք է ճիշտ հասկանանք, այլ համաշխարհային։ Համաշխարհային։ Ով ուզում ասենք սերտիֆիկատ կարած տանա։ Հիմա ավելի լավ բան կա, ավելի խոր coach։ գիտելիքներով, Շատ կամ ավելի։ Ոչ մի կրթություն պետք չի, coach ես դու։ Okay։ Եկեք մի քիչ այլ թեմայից խոսենք։ Դետոքս, նիհարացման թեյեր, չգիտեմ ինչ որ պարաշոկներ, Ozempic, դրանք այդ ամեն ինչին 21-րդ դարում կարելի է հավատալ, չհավատալ եւ ինչպես եք դուք որպես արհեստավարժ մարդիկ պայքարում դրա հետ, համոզելով մարդկանց, որ նիհարելու համար պետք է ճիշտ սնվել, մարզվել, ճիշտ, ոչ թե սրսկվել կամ թեյ խմել, պարկել բազմոցին եւ սпасել երբեք նիհարելու։ Ամեն մարդս կախված ինքն է որոշում այդ ճանապարհը, մարդկա ուղղակի որոշում է այդ ձեր ասած Ozempic կամ էլի լիքը տարբերակներ կան, ուղղակի հեշտ տարբերակն է ընտրում։ Սննդակարգի բացարձակ չի հետևում, ասում եմ չեմ կարող նիհարեմ, բայց իրականում ինքը ուղղակի սննդակարգին չի հետևում։ Իսկ այդ Ozempic-ը համարվում է հեշտ տարբերակ։
Իրականում շաքարային դիաբետիկների համար է ցուցված եւ այո, շատ ռիսկային եւ լուրջ խնդիրների դեպքում, երբ որ ճարպակալումը կարող է կրիտիկական լինել, այդ դեպքում ստեղծվել է այդ դեղը։ Քիմքի ռեցեպտորներն է բթացնում է ընդհանուր ռեցեպտորները, որոնք որ պատասխանատու են թքազատության, հյութազատության եւ այլնի համար եւ եթե չգիտեք, կասեմ, որ 6 միլիարդի շրջանառություն ունի, բյուջեն 6 միլիարդ է կազմում Մոզամբիկի։ Տեսեք, ոնց որ շրջանառության եւ Հերթական անգամ բաբլո побеждает добро։ Շատ լուրջ Եկեք դետոքս ինչ որ նիհարեցնող թեյերի եւ ինչ որ բանի կողքը չդնենք Օզեմպիկին։ Так։ Որովհետեւ Օզեմպիկը Վնասակար է։ Ոչ, որովհետեւ Օզեմպիկը անցել է բոլոր հետազոտությունները, որոնք որ պետք է անցներ։ 2021 թվականին ինքը նաև հաստատվել է որպես ճարպակալման բուժման պրեպարատ եւ մեր ուղեցույցերում կա ճարպակալման բուժման ոչ նիհարացման, բնականաբար ոչ նիհարացման։ Շատ մարդիկ կան, ոնց որ Հովանեսը ասեց, որ կրիտիկական եւ շատ ծանր դեպքերում, ում որ անգամ չի կարելի վիրահատական բուժում, հակացություն ունի վիրահատական բուժման։ Այո, եւ մենք այստեղ միակ Այսինքն է, որ մարդկային խնդիրները տարբեր բաներ, հա։ Կարող է քնել չարտնանալ, այսպես ասած։ Խոլեստերինից մի փոքր կտոր փոկվի, գնա ինչ որտեղ առաջացնի ինֆարկտ։ Այո, ծանր դեպքերում, երբ որ անգամ վիրահատական բուժումը հակացուցված է, մեզ օգնության է գալիս այսպիսի պրեպարատը, որը որ 21-րդ դարը մեզ տվել է։ Եվ ինքը անցել է բոլոր հետազոտությունները, տարիների հետազոտությունները։ Եվս մեկ անգամ կրկնեմ, ոչ նիհարեցման համար անցը։ Էլի նորից 21-րդ դարը մեզ տվել է պրեպարատ, որով մենք կարող ենք պայքարել, որը մենք սխալ ենք օգտագործում։ Դե նայածով Դու իմանաք։ Ես օրինակ սխալ չեմ օգտագործում։ Չէ։ Նշանակում է պացիենտին ում ցուցված է։ Այո, եւ այդ 6 միլիարդ, որի մասին որ խոսում է, այնքան է հասել ամբողջ աշխարհի այդ մոլուցքը ոնց որ ասեցիք նիհարելու։ Աշխարհի ամենահայտնի եւ շատ վարձատրվող դերասանուհիներ, դերասաններ օգտագործում են եւ խոսում են դրա մասին։ Եվ մարդիկ, որոնց IQ-ն բարձր է, ցածր է կամ միջինից ցածր է կամ չգիտեմ ինչ ասում են դա։ Բայց մենք հասկանում ենք կա ցուցակում, որ թույլատրված դեղերի մեջ է, կարելի է եկեք դրանք առնեք։ Նայեք, շատ հաճախ ենք մենք դրա մասին խոսում։ Եթե առողջ մարդ, որը որ ունի շաքարային դիաբետ եւ այդպիսի BMI, եթե նա օգտագործում է Օզեմպիկ, չգիտենք ինչ կլինի։ Որտեղ հետազոտություններ լայնամասշտաբ, երբ որ 100,000-ների, միլիոնների վրա են հետազոտում, նոր է ինքը դառնում։ Մենք այդպիսի տվյալ չունենք, դրա համար շատ վտանգավոր է իրան օգտագործելը։ Ով գիտի, ով ասա։ Վնասակար է թե ոչ։ Իրականում անձնական տվյալների էլի հավաքում են բազա, այսպես ասած։ Իսկ Հայաստանում ակտուալ է։ Այո, իհարկե, այո։ Այսինքն դու գիտեք, իսկ այդ Օզեմպիկը 30-ից 1 է։ Հնարավոր է գնալ եւ գնել ասպիրինի պես, թե։ Ըստ մեր մարզվողների իրանք ընդհատակի գնում են դրանք։ Հասկացա։ Դարբնետը Հայաստանում 70-ից 90,000 էկզեմաներ է առաջանում հիմնականում 10-ից 1-ի վրա, արմունկային հատվածում առաջանում, կրծքավանդակի ուսերի հատվածում, այսինքն sense կարմիր ոնց որ դուրս տված լինի մաշկը ու մաշկի որակը ընկած է լինում։ Մենք իսկականից չենք կարող ասել ինչ կարող է առաջացնել։ Կարող է շատ վախենալու բաներ էլ առաջացնել, կարող է կապված լինել դրա հետ, կարող է կապված չլինել եւ շատ սխալ կլինի մեր կողմից, որ մենք հիմա ասենք, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են, անպայման 10-ից 1-ի մոտ լինելու է այդ էկզեմաները կամ դրանք կապված են լինելու։ Մաշկային խնդիրները 10 հոգու, 20 հոգու, 30 հոգու, բայց ոչ թե 100,000 հոգու։ Չի կարող միլիոն մարդ։ Երբ որ մենք խոսում ենք պրեպարատի իր էֆեկտիվության, իր կողմնակի ազդեցությունների մասին, բժշկական ոլորտի մասին, եւ ոչ թե։ Ես ուզում եմ, որ մենք 4-ս էլ հստակ կարողանանք ասել կամ միգուցե Լիդիան ոչ, օքեյ, մենակ ես հստակ ասեմ, որ Օզեմպիկը չի կարելի օգտագործել նիհարելու համար, ով որ չունի ճարպակալում եւ դա հստակ որ մենք հնչեցնենք։ Միանշանակ, չէ, որովհետեւ դուք հիմա ասում եք, հիմա որ դուք ասում եք կարող է 10 հոգու մոտ, դա 1000 չի, մարդիկը մտածեք անգամ դիետոլոգին ասում, ոչ, չի կարելի, ոչ մի պրեպարատ առանց բժշկի նշանակման։ Չի կարելի։ Իհարկե չի կարելի։ Ոնց որ մենք դիֆոլտ դրա մասին չենք խոսում, որովհետեւ բժիշկը պետք է նշանակի, մենք հիվանդության մասին ենք խոսում, մենք հիվանդության վարման մասին Բայց այդ խնդիրը կա, անգամ ես եմ լսել, որ կան մարդիկ, որոնք որ գնում են, սրսկվում են եւ ասում են, որ ես նիհարում եմ դրա պատճառով։ Այո, դրա համար մենք ինչի գնացինք նորից IQ-ին։
Բայց Եվ նաև տենդենսների, եւ նաև մոլուցքի, եւ նաև մնացած բաներին, հա, որ այդ ստեղ ենք մենք բան արել։ Մարդը պիտի հասկանա, որ իր առողջությունը կարող է վնասել։ Բայց նույն կամպանիան, որ Ozempic-ը ստեղծեց 2021 թվականին, 2024-ին rebranding արեց, այսպես ասած, եւ Ozempic-ի նոր տեսակը ստեղծեց, որի side effect-ները, կողմնակի վնասները օրգանիզմի վրա փաստացի ավելի քիչ են, այսինքն Նույն կամպանիան չէր։ Ոչ, Նույն կամպանիան չէր, նույն կամպանիան չէր։ Այսա եմ սիրում մեր ոդկասթում։ Ու ստեղ ուրիշ ֆիրմաներ էին։ Արդեն Ozempic-ի side effect-ների մասով նկարները սկսել էր Instagram-ում շատանալ, առողջությանը վնաս հասցնող եւ նույն կամպանիան բացեց ուրեմն դուստր կամպանիա, որը ստեղծեց այլ ապրանքանշանով, նման ազդեցության մեխանիզմով տեսակը, որը որ մի քիչ կասպերոլոգիայի մեթոդներն են բաներով ինձ կներել ինձ թվում է որ մի քիչ դրա մեջ ես ընկել զուտ բիզնեսի մասը քանի որ գիտեմ որ 600 միլիարդ դոլարի 600 միլիարդ ոչ 600 միլիարդ դոլարի մասին է խոսքը գնում նայեք մենք հասկանում ենք չէ որ այս կամպանիան գոլ է խփել Եվ մնացած իր բոլոր կոնկուրենտ կամպանիաները եւս հասկանում են, որ ինքը գոլ է խփել, որովհետեւ ճիշտ ժամանակին, ճիշտ պրեպարատը այն ժամանակ երբ պրեպարատը Ճիշտ պրեպարատ հիվանդների համար, բայց մենք հիմա խոսում ենք սխալ օգտագործել են, լիջա, մենք խոսում ենք սխալ օգտագործել համար։ Տեսեք, ինչ եմ ես հիմա սրա դեմ խոսում, այսպես ասած, հա, որովհետև այն մարդը, ով որ իր մարմնակառուցվածքի վրա է ֆիքսված, ինքը ամեն ինչ կանի, առանց նայելու։ Բոլորը գիտեն, որ աճի հորմոնները շատ վատ են եւ շատ ագրեսիվ ուռուցքներ են առաջացնում։ Մեսին ձեր հետ համաձայն չի, բայց մնացած բոլորը իրան ցուցումով են նշանակել եւ հստակ քանակներով։ Երբ որ աճի հորմոնը օգտագործում են եւ տեստոստերոնները օգտագործում են բոդիբիլդերները, որ իրաց մարմինը ավելի լավ է լինի։ Ոչ միայն բոդիբիլդերները, շատ սպորտսմեններ, բայց դրա համար իրանք իմանալով այդ ռիսկերը գնում են դրան, որտեվ իրանք կենտրոնացած են իրաց մարմնի սպորտսմենները օգտագործում են, որ մեդալներ ստանան եւ եթե չբռնվեն։ Աստղերն էլ օգտագործում են, որովհետեւ իրանց մարմնով իրանք նորից, հա, իրանց մարմինը մենք հիմա խոսում ենք ոչ սպորտսմենների եւ ոչ կա պրոֆեսիոնալ սպորտ, որտեղ ստերոիդ չօգտագործեն, դաժե շախմատի մեջ ստերոիդ օգտագործում են։ Խնդիրը նրանում է, որ չբռնվես, չէ՞։ Մենք չենք խոսում պրոֆեսիոնալ սպորտի մասին, մենք խոսում ենք առողջ մարդկանց մասին, որոնք ունեն մոլուցք եւ ուզում են ունենան մարմին։ Մենք այդ մոլուցքը պիտի բուժենք, մեկ ավելի վատ վերաբերվում, բոդի պոզիտիվին չգնանք, էլի։ Հեսա դրա մասին էլ կխոսենք։ Դե բոդի պոզիտիվ։ Եթե մարդը ռեալ ունի առաջին կարգի ճարպակալում կամ երկրորդ կարգի ճարպակալում ու չի գիտակցում, որ դա լավ չի իր օրգանիզմին, ընդունում է բոդի պոզիտիվի ուղղությունը, դա այդ մասով։ Ինձ թվում է 99%-ը ալարկոդության պատճառով են դա ընկալում, ըստ ձեզ Լիջա, այնքան մեծ ձեզ բոլոր մեր ծրագրերից կանչելու, որտեղ միշտ դեմ եք։ Կհավաքվեք իրար հետ գխոսակետներ։ Ինչի, բայց ինչու։ Որ ես ես չջղայնանամ։ Եթե մարդը 200 կիլոգրամ է եւ չի կարող իր շնուրով չգիտեմ հայերեն ոնց է։ Բայց մենք չենք խոսում իրանց մասին։ Նայեք իրենց մասին ենք խոսում այս պահին։ Ozempic-ի մասին չի խոսքը, body positive-ի մասին է խոսքը։ Մի հատ body positive-ի մասին էլ կգանք։ Դեմ եմ նրան, որ մենք Ozempic-ին ասենք, որ ինքը այս մնացած բաներով, որովհետև ամեն դեպքում մենք ազդեցություն շատ քիչ կունենանք այն մարդկանց վրա, ովքեր թքած ունեն իրենց առողջության վրա եւ առանց ցուցումների գնացել են, դեղը առել են եւ սրսկվել են, եւ մենք մեծ ազդեցություն կունենանք այն մարդկանց վրա, ում որ ցուցված է պրեպարատը, բայց ինքը վախենում է, որովհետև ասել են ձեր հաղորդումից, ես ձեր հետ այս պահին համաձայն չեմ, որովհետև այն մարդիկ, որ ցուցված է, այն վիճակում են, որ ուզում են պարզապես բուժվել եւ արդեն չգիտեն ինչ է կատարում իրաց։ Ես ձեր հետ համաձայն չեմ, որովհետև իմ պացիենտներին, երբ որ ցուցում կա այս պրեպարատը անցնելու, անգամ իրանք գնացել են, չգիտեմ, Գերմանիայում են բուժումացել, այնտեղ են նշանակումները ունեցել, շատ մեծ դժվարությամբ են անցնում այս պրեպարատով բուժմանը, որովհետև
որովհետև լսել եմ, որ բիզնես է, լսել եմ, որ դե մոդայի կա, լսել եմ, որ այս ինչ տեղ էս, ինչ աստղ էս, ինչ բանն եղավ, որովհետև այսքան բան է լսել, եւ իրանք վախենում են այդ պրեպարատից այն դեպքում, երբ որ իրանք ցուցված է։ Հստակեցնենք, որ եթե բժիշկը ձեզ ասում է, որ դուք պետք է Օզեմպիկ օգտագործեք, որովհետև ունեք խնդիր, դուք պետք է օգտագործեք, բայց եթե դուք ինքնուրույն գնում եք Օզեմպիկ եք գնում եւ սրսկում եք ձեզ, որտեղ դուք որոշել եք, ինչ կողմնակի ազդեցություն դուք կունենաք եւ դա ձեր առողջությանը կարող է վնասել։ Այո, դա վնասում է ձեր, որտեղ կարող է վնասում է։ Օզեմպիկը լեգալ է Հայաստանում, որ նշանակում է օրինակ որտեղից են առնում, հետաքրքիր։ Չեմ կարող թարգմանել։ Ես չեմ նշանակում, իմ պացիենտները Գերմանիայից են նշանակումներ ունեն։ Լավ, Օզեմպիկը դնում եք մի կողմ։ Մի հատ body positive-ի մասին խոսենք։ Okay, մի հատ խոսենք, մի հատ կամ երկու հատ։ Այ խնդրում եմ, ասա ինչու ես դեմ։ Մարդու մոտ խոլեստերինը 7 եւ ավել է, ցածր խտության խոլեստերինի մասին է խոսքը։ BMI 30+ է, բայց ինքը համարում է, որ իրան պետքա չանհանգստացնեն եւ իր քաշի մասին ընդհանրապես իրան չտեղեկացնեն։ Որտեղ դա իր անձնական գործն է։ Okay։ Դուք ոնց եք հասկանում body positive-ը։ Մարդիկ կան, որովհետև տենց մտածում են իրանք օքեյ են, տենց ես ինձ sense եմ սիրում, բայց դա եսին պետքա դոգմա չդառնա, որ այդ ճիշտ դրա պետքա մարդկանց հասկացնել, որ դա առողջ չի ուղղակի։ Ես տենց եմ։ Իսկ դուք ոնց եք հասկանում body positive-ը։ Ես հասկանում եմ, որ իմ կյանքի փորձը ցույց է տալի, որ բոլոր իզմերը, այսինքն մենք ունենք ինչ որ 0 կետ, որից ձախ ու աչը շատ ձախ ու շատ աչը սխալ է։ Եվ եթե դու ունես խնդիր նիհարելու, բայց քեզ թվում է, որ դու չպետք է նիհարես, որտեղ դու այդպեսին ես, ինչպեսին կաս, Աստվածն է քեզ այդպես ստեղծել, բնությունում գոյություն ունեն գեր կենդաններ, օրինակ բեգեմոտներ, բայց ես համարում եմ բեգեմոտը ոչ թե գեր է, այլ պետք է այդ ամեն ինչը։ Իսկ մարդուն պետք չի։ Մարդը չի կարող ելել 200 կիլոգրամ երջանիկ։ Այ որ դուք ասում եք body positive, այսինքն ինքը ինչ է ասում, որ դուք իմանում եք, որ այս մարդը body positive դիտարկ բան ունի, աշխարհ հայացում։ Հիմնականում իրանք են ասում։ Ինքը ասում է, ինքը կոնկրետ ինքը արտահայտվում է, որ ես այսպեսին եմ եւ ես ինձ այսպեսին սիրում եմ։ Չեմ լողանում օրինակ, որոշում եմ, որ ես պետք է չլողանամ, բայց աշխատեմ ինչ որ մի վայրում, որտեղ որ բոլորը լողանում են եւ տհաճ հոտ է այդ մարդուց գալի։ Գլուխս չեմ լվանում, որտեղ այդ յուղերը ինձ օգուտ են իմ մազերից համար։ Լավ, իսկ եկեք մի հատ sense բանով ես իմ համար body positive-ը ինչ է, հա։ Դուք մեր անց ավելի բարի անձնավորություն եք, դա երևում է։ Ասեք։ Տեսեք։ Դուք ավելի շատ եք մարդկանցին։ Շատ ամենակարևորը, հա, body positive-ից, որ ոչ թե նրա մասին է, որ ես ընդունեցի իմ մարմինը ու մնացի այստեղ եւ մենք համաձայն եմ նաեւ մեր մարզիչների հետ, որ այդպես լինում է եւ մենք շատ հանրահայտ մարդիկ ունենք, ովքեր որ եւ ռադիոյով են խոսում եւ Instagram-յան էջեր էին վարում, հա, համաշխարհային Հայաստանի մասին չի խոսում։ Երիտասարդ մահացան նաեւ շատ մեծ BMI-երով ասում էին, որ մենք սենց պիտի մնանք, սենց պիտի լինենք, այդ ձեր ասած ծայրահեղականացված տարբերակը, բայց body positive-ը նրա մասին է, որ ես իմ մարմինը սիրում եմ եւ ընդունում եմ եւ այն մարդը, ով որ իր մարմինը սիրում է, ինքը ճիշտ պիտի հասկանա սիրելը ինչա, չի կարող մնալ BMI 38-ում, չի կարող մնալ 35-ում էլ, 30-ում էլ, որովհետև եթե ինքը իր մարմինը սիրում է, ինքը գործ պիտի անի, ուզենա այդ մարմնում երկար ապրել։ Ով եք որ իրեն ասեք, որ չպետք է։ Որովհետև քո եթե դու խախտում եք body positive-ը նա է, որ ես ընդունում եմ եւ գործ եմ անում ավելի լավացնելու իմ մարմինը։ Եւ այդ լավացնելը եւ ֆիզիկական ակտիվություն եմ անում։ Չեմ ուզում, ինձ այսպես դուր է գալիս։ Դու, հա, բայց այդ դեպքում դու անառողջ ես։ Ոչ թե ես, այստեղ ոնց որ տեսեք, ոնց որ մենք գնում ենք այն ուղղությամբ, մենք իրանց բանը չենք ասում։ Չէ, դուք իրան պիտակավորում եք իր Ես չեմ ինքնա պիտակավորում։ Դուք իրան պիտակավորում եք եւ ասում եք դու պիտի նիհարես, որովհետեւ բացարձակ ես ոչ մեկին չեմ ասում։ Ամեն ինչը պետք է նույն ես ոչ մեկին չեմ ասում, բայց մարդկա գալիս ասում, ինչ եք դուք ձեզ չարչարում։ Ես այսպեսին լավն եմ ու վերջ։ Շատ քիչ են այդպիսի մարդիկ։ Հիմնականում ես հավատացեք ինձ շատ մեծ քանակությամբ ճարպակալում ունեցող մարդկանց հետ եմ աշխատում։ Եվ իրանք բոլորը անկեղծ եմ ասում, շատ ցավալի է, բայց իրանք բոլորը զզվում են իրենցից։ Մեծ զզվանք ունեն իրանց նկատմամբ։ Ուրեմն պետք է փոխվել եւ փոխվել։ Այո, բայց այդ զզվելով փոխելը շատ դժվար է։ Երբ որ դուք զզվում եք ձեզանից, այդ ժամանակ դուք չեք ուզում լողանակ, որ մաքուր լինեք, այդ ժամանակ դուք չեք ուզում։ Ես շատ ուրախ կնեմ, եթե մարդիկ զզվելով իրենցից սկսեն գիրք կարդալ։ Դրա գետ դառնալ, որովհետեւ դա նա հասկանում է, որ ես օրինակ ասում եմ, որ սիրելիս դու անգրագետ ես։ Այ դու սա չգիտես եւ չես էլ ուզում իմանաս։ Եվ միգուցե ես ստիպեմ 10-ից 1-ին անգրագետ լինելով։ Ասել, լսի, խես գլուխը ինձ սենց նեղացնում։ Մի հատ վեկալ եմ ես գիրքը կարդամ։
Ու շատ լավ կլինի։ Դժվար, եթե դուք խոսում եք ձեր հասակակից մարդու հետ եւ արդեն ինքը չի այդքան կրթվել, դժվար այդ ժամանակից Body positive-ը լավ է։ Այո, որովհետև այն մարդիկ, ովքեր իրենցից զզվում են, իրանք չունեն բավարար մոտիվացիա, որ վեր կանան առավոտյան մարզում անեն։ Իրանք չեն կարող իրենցից զզվելով իրանց համար լավ նախաճաշ պատրաստել։ Իրենք իրենցից զզվելով հոգ տանեն իրենց։ Երբ որ իրենց Քանթիրը նրան է, որ երբ որ իրենց հարմար է, նրանք իրենցից զզվում են, երբ որ հարմար չի, նրանք իրենց սիրում են։ Հարմարությանը չեն գնում։ Միգուցե չխղճանք այդ մարդկանց։ Չեն խղճում։ Այլ ասենք, «Забери стряпка»։ Нет, это не помогает. Почему не помогает? Դու չի օգնում։ Եկեք խղճանք, լավ։ Որը չեն խղճում, մենք Դե բացատրում ենք։ մարդկա իրականում այն է պետք, մարդկա այն է պետք կախված մարդու։ Ինձ պետքա հավաքես տնից բերես պարապունքի չեմ գալիս, զանգես, ասես խիչ ես եկել։ Դու այսօր պետքա ժամը 5-ին պարապունքի լինի։ Մի ճնշի, ես կգամ Մարդկա այն տեսակն է սիրում, այսինքն ամեն մարդուն իր մոտեցումը պետքա ցույց տաս, բայց ոչ մեկին պետքա չճնշես, այսինքն մարդկա այն է հասկանում, մարդկա այն է հասկանում։ Եկեք այլ բան հասկանանք։ Ինչու համար են ըստ ձեզ Լիդիա մարդիկ վեր կանում եւ գնում մարզասրահ։ Կուզեի, որ մարդիկ հասկանային, որ ֆիզիկական ակտիվությունը մեծ նշանակություն, ահռելի նշանակություն ունի շատ հիվանդությունների, այդ թվում նաեւ մենթալ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար։ Մարդու օրգանիզմը սովոր չէ նստելուն, մարդու օրգանիզմը սովոր է օրը 8 ժամ աշխատելուն ու ծանր աշխատանք կատարելուն, շարժվելուն, այո։ Մենք այսքան տեխնիկաներ չենք ունեցել, որ այդ բոլոր գործը մեր տեղը արել են։ Մենք միշտ արել ենք, մարդկությունը միշտ այդ գործը արել է եւ այդ ծանր աշխատանքը պետք է։ Եվ դրա համար մենք այդ ծանր աշխատանքի տեղը հիմա գնում ենք ֆիթնեսակում ու ծանր բաներ ենք վերցնում, որովհետեւ այդ մեր օրգանիզմին պետք է։ Եվ այն բանը, որ ես հոգնում եմ, չեմ գնում, լրիվ sense թարս աշխատում, հոգնում ես պետք է գնաս, որովհետեւ մեր օրգանիզմը հոգնում է, որ երբ որ ֆիզիկական ակտիվություն չի լինում։ Բայց ցավոք սրտի մենք ունենք պատկեր, երբ որ գնում են ֆիթնեսակում այլ բաների համար։ 20%-ը հիմնականում փորձից ելնելով գալիս է քաշ ավելացնելու համար։ Մկանային զանգված։ 60%-ը գալիս է նիհարելու համար։ Մնացած տոկոսը առողջության գալիս են կամ Instagram-յան նկարներից ոգևորված, ոգեշնչված, կամ ընկերուհին գնում է շատ լավ մեթոդ է նրա հետ գնալու նկարվելու համար, կամ ինչու՞ չէ մի մասը մարդկանց գիշերային ակումբներում են փորձում զուգընկեր գտնել եւ ծանոթանալ, մյուս մասն էլ փորձում են զուգընկեր գտնել եւ ծանոթանալ այլ առողջ ակումբներում, այսպես ասած, որը ավելի ցանկալի է։ Ես օրինակ իմ կնոջ հետ այդպես եմ ամուսնացել։ Տոկոս չկա, որտեղ որ առողջության համար էին գալիս։ Եկեք հասկանանք ինչ են գալիս բոքսով զբաղվել։ Բոքսով մարդկանց երևի 50%-ը իմ մոտ իմ մարզվողների շրջանակում ասեմ, իմ փորձից ելնելով ում հետ աշխատեմ գայիս է քաշ գցելու նպատակով, բոքսով քաշ ավելացնելու հիմնականում չեն գալիս, քիչ են գալիս, որովհետև բոքսը ավելի շատ ուժեղ կարդիոյի տեսակ է համարվում, շատ ուժեղ կարդիո է բոքսը։ Մոտավոր եւի 30%-ը գալիս են արդեն բանի համար, հակաստրես որպես, որովհետև բոքսը աշխարհում համարվում է ամենաուժեղ հակաստրես սպորտերից մեկը, որովհետև ինքը համարվում է պայթուցիկ ուժի մի տեսակ բոքսը։ Այսինքն եթե դու զայրանում ես ինչ որ տեղը զայրութը չես կարում, ուզում ես շեֆի ծեծես, բայց կարող չես ես կարող։ քո տնօրենի այո։ Մենք նույնիսկ կարող ենք տպել եւ տան դու կցնես տան։ Սա իսկապես այսպես հոգեբանական նաեւ։ Հոգեբանական ու ինքը գիտական է, որովհետեւ բոքսի ժամանակ ինքը ասում է հենց պայթուցիկ ուժ է օգտագործում, միավոր կարճ ժամանակում մաքսիմալ քո ուժն ես օգտագործում ու այդ ժամանակ արտադրվում է էնդորֆին, օրգանիզմում էնդորֆինի արտադրությունը մի քանի անգամ շատանում է, որը արդեն ինքը հակաստրես հորմոն է համարվում։ Ուզում ես լինել երջանիկ, գնալ Լավրենտի մոտ։ Օրինակ Լիդիան ահավոր բառ է ասում իրականում, որ շատ քիչ մարդիկ, շատ քիչ տոկոսն է գնում, մտածել է իր առողջության մասին։ Այո, այստեղ մենթալ առողջության մասին մի քիչ մտածում են բոքսով, բայց Սովանեսի տվյալների մեջ իսկ ինքը շատ երկար է աշխատում արդեն այդ ոլորտում, շատ ցավալի թվեր էին եւ որտեղ տոկոսը 3-ից 5% է կազմում իրականում դա պայմանավորված է այո ու այստեղ էլ մենք ունենք խնդիր այդ հոգնածության հետ կապված որ ասեցի եւ շատ երեխաների դեպքում մենք դա նկատում երբ որ երեխան ունի 4-5 խմբակ ինքը գնում է անգլերենի գնում է մաթեմատիկայի գնում է դաշնամուրի գնում է նկարչության ու գնում է ֆուտբոլի երեխան հոգնում է գիտեք որ խմբակից են հանում երեխային ֆուտբոլից
Իհարկե։ Ֆիզիկական ակտիվության խմբակից են, որ խնդրում աղաչում ես, ինչ ֆիզիկական, այն բոլորը նստած են, գոնե երեխուն ֆիզիկական ակտիվության խմբակից մի հանեք, երեխան հոգնում է, որտեղ ֆիզիկական ակտիվություն չունի, ինքը 7-8 ժամ նստեց դպրոցում, հետո գնաց նստեց, հետո եկավ տուն նստեց։ Մի հատիկ ֆուտբոլ էր գնում շաբաթը մի անգամ, այդտեղից հանեցիք, որովհետև երեխան հոգնում էր խմբակներից։ Այդ ամենացավալին է, որտեղ այստեղից վերաբերմունք չկա ֆիզիկական ակտիվության նկատմամբ, հա։ Անպայման չի բոլոր դառնան Լեոնել Մեսսի կամ Կրիստիանո Ռոնալդո կամ Հենրիկ Մխիթարյան, այդպես չի լինում իրականում մեկ մանավանդ Հայաստանում։ Եվ ապացուցված է, որ մեծահասակ տարիքում են մարդիկ են ավելի ստաբիլ ու ավելի լավ գնում ֆիզիկական ակտիվության, ովքեր որ մանկական տարիքում ունեցել են ստաբիլ սպորտ։ Չէ, դա արդեն երբ որ դու մանկուց զբաղվել ես եւ սիրել ես կամ չես սիրել, անգամ դա չի էական, մկանետ եւ օրգանիզմը պահանջում է դա եւ դու հասկանում ես որ գնալով այնտեղ դու լիցքաթափվում ես, ավելի լավ ես քեզ զգում եւ այլն, դա նորմալ է եւ սա անվիճելի է։ Եվ ցավոք սրտի, եթե պետությունը այդ հարցերը չի կարող լուծի, միգուցե ծնողները դրան ավելի մոտենան ճիշտ ձևով եւ ճիշտ կերպով եւ հասկանան, որ շատ դեպքերում երաշտական դպրոցի իհարկե լավ բան է, բայց սպորտով զբաղվելն է շատ լավ եւ շատ կարեւոր։ Հա, այդ շատ որտեղ գիտեք, նայեք, ես այսպեսի բան եմ սենց հասկացել, որ ջութակ դաշնամուր դուդուկ դե պարզ է, չէ՞ որ ոչ բոլորն են այլ նորից Ջիվան Գասպարյան դառնում կամ։ Բայց ես ասում եմ, դե ոչինչ, թող նվագել իմանա, բայց ֆուտբոլի, ջյուդոյի, չգիտեմ, ումիշի հետ կապված դա չեն ասում, դե թող Արտուր Ալեքսանյանը չի դառնա ոչինչ։ Ասում են ինչ իմաստ ունի, եթե չի դառնա չեմպիոն։ Իմաստ ունի որ առողջ լինի։ Իրականում եթե բոլոր երեխաները բավարար քանակությամբ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվեն եւ բոլոր մեծահասակները Հայաստանում ֆիթնես ակումբները չեն բավարարելու։ Եկեք խոսենք նրա մասին, թե ինչ է դիետա եւ թե որպես դիետոլոգ, թե որպես մարզիչներ, որոնք որ պահանջում են նաեւ առողջ սնունդ կամ դիետա ինչ որ ես հիշում եմ որ երբ որ ես էի մարզում ֆիթնես ակումբում ամենամեծ խնդիրը ինձ համար այդ կարգավոր սնվելն էր, որտեղ ես հնարավորություն չունեի օրը 5 անգամ օրինակ ուտելու, բայց մարդիկ ասում են դե վերցրու, դիշ, կեր, սյոմկա չի կապ չունի։ Վերջը դա խնդիր է։ Դա պետք չի այդ դիետան բոլորիս համար։ Եվ ինչպիսին են այդ դիետաները, որովհետև 10 տարին մեկ մարդիկ տարբեր բաներ են ասում։ Ես որ փոքր էի, մեզ շոկոլադ չէին տալի, ասում են շոկոլադը վնասակար է։ Հիմա ասում են շոկոլադը առողջարար է։ Սուրճ կարելի է, չի կարելի, թեյ կարելի է, չի կարելի, այս միսը կարելի է, այս միսը չի կարելի։ Վերջը անդադ փոխում են։ Ինչ է դիետա եւ անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չի։ Հիմա էլի նորից գնում ենք նրան, էլի համաշխարհային տենդենսներով, որ հրաժարվում ենք ցանկացած տեսակի դիետաներից, բարի այն իմաստով, որով որ շատերը հասկանում են դիետան ինչ է։ Դիետան դա տառապանք է, ինչ։ Այո, դրա համար էլ հրաժարվում ենք, դրա համար էլ առողջության համար առանց չգիտեմ ինչ, պետք չի գնալ դիետայի։ Հա, այսինքն մենք փոխում ենք սովորություններ, որոշակի սովորություններ եւ ձեռք ենք բերում առողջ սովորություններ, որոնք իրականում երկար ժամանակահատվածում ոչ մի փոփոխության չեն ենթարկվել։ Եթե բացենք մի 30-40 տարի առաջվա առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ոնց էր ձևակերպվում, որ առողջ սննդակարգը պիտի լինի ու հիմա շատ քիչ դրույթներով է իրարից տարբերվում։ Գլուտենը No, չկա առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների մեջ չկա հստակ թվեր, որ ժամին պիտի ուտես, որ ժամին պիտի չուտես, հստակ սպիտակ հացը ասում են հիմա վնասակար է, չէ՞։ Ասում են, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցաբանն եմ ասում, որ ձեր սննդակարգի 45-ից 65%-ը պետքա լինին ածխաջրեր, երկար ածխաջրեր ցանկալի է եւ այդ երկար ածխաջրերի 50% առնվազն պետքա լինի ամբողջահատիկ։ Տեսեք 50%-ի անգամ հնարավորություն է տալիս ձեր սպիտակ հացը ուտելու։ Եվ այստեղ չենք ասում, որ կամ պիտի չլինի, կամ պիտի լինի։ Ինքը ասում է կենտրոնացի, որ 50%-ը լինի։ Օրը 3 անգամ ես ուտում, 2 անգամը ապահովի ամբողջահատիկը։ Երկար եփվող հացահատիկ վերցրու, թեփով հաց վերցրու, թեփ ավելացրու սննդակարգում հետ եւ այլն։ Այսինքն մենք ծայրահեղությունների չենք գնում։ Դիետաներից հրաժարվում ենք։ Այդպես է տենդենսը։ Միանշանակ ցանկացած խիստ դիետա ունի իր հակացությունները եւ առողջությանը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն ամենամոդայիկ հիմա կիրառվող կետո դիետան, որը որ վնասակար է առողջության համար եւ 2023 թվականի ամենավատ առողջության համար դիետան համարվեց, հա, եւ intermittent fasting իր բացական կողմերն ունի, իր հակացություններն ունի, իր կարճաժամկետությունն ունի, հա, երբ որ մենք խոսում ենք առողջության մասին գլոբալ առումով, մենք խոսում ենք երկար ժամանակ, այսինքն ամբողջ կյանք առողջ սովորություններ։ Եթե ինչ-որ մի բան դուք լսեցիք ինչ-որ մեկից ու մտածում եք, եթե ես դա անեմ, մի շաբաթից ներվերս խախտվելու է եւ դա չեմ կարողանալու անեմ, ուրեմն ոնց որ այդ պետք չի սկսել անգամ։ Ուզում ասեմ, եթե ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ քաղցրից պետք է հրաժարվել, բայց դուք դառնաք դիխոր դեմք,
Ուրեմն մի հրաժարվեք։ Մենք դի ոսկե միջինը գտնենք։ Մենք չենք ասում, այո, չենք խոսում նրա մասին, որ նախաճաշը, ճաշը, ընթրիքը պետք է լինի քաղցրով։ Մենք նաև չենք խոսում, որ լրիվ 0 պետք է լինի, եւ օրվա ընթացքում որոշակի չափաբաժին պիտի կազմի։ Եվ այդ չափաբաժինը քո կալորիաների 5-ից 10%-ն է, ոչ թե 90։ Տղաներ, դուք ինչ կասեք, որպես մարդիկ, որոնք որ խորհուրդներ են տալիս այն մարդկանց, որոնք որ մարզվում են եւ ֆիզիկական նագրուսկան ունեն։ Եթե քաշ ավելացնում, միանշանակ պետքա կալորիայի պրոֆիցիտ լինի, այսինքն հաշվարկումը կալորիայի պրոֆիցիտ, այո, հիմնականում ածխաջրերի տեսքով մաքսիմալ։ Եթե քաշի ավելցուկ ունի եւ պետք է քաշ իջեցնի, միանշանակ կալորիայի դեֆիցիտ ենք անում, մինչև 20%, մինչև 25%, նայած BMI ինչքան է, ցուցանիշները ինչքան է եւ նորմալ մարդկանց, ովքեր գալիս են նորմալ քաշով եւ ուզում են առողջ մնալ, բալանսավորված ճիշտ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, վիտամինները, միներալը եւ ջուրը պետքա լինի բալանսավորված, որպեսզի օրգանիզմը իր նորմալ կենսագործունեությունն ապահովի։ Հասարակ մահկանացուն է ձեր բոլոր բարերի կուտից, ինչ-որ բան կարող հասկանալ, ինչ կարելի է միս ուտել, երշիկ ուտել, վերջով, էկլեր ուտել։ Երշիկ չէ, որովհետեւ երշիկի շատ քիչ տոկոսն է միս իրականում, բայց միս կարելի է իհարկե միս։ Միս կարելի է։ Վերամշակված մթերքները ինչքան քիչ են լինում մեր սննդակարգում, այնքան լավ։ Ինչքան նեք սենց մի հատ շատ հետաքրքիր հետազոտություն կա, որ հետազոտությունից այդ պատկերավոր նկարել էին 1970 թվականից մինչև հիմա ոնց է փոփոխվել սնունդը մարդկանց տներում եւ ոնց է ճարպակալման թվերը փոփոխվել, մարդկանց գնելիք 1970 թվականին, երբ որ դնում էին ամբողջ շաբաթվա գնումները մեծ տոկոս էր կազմում են մթերքները, ինչից իրանք կարող էին մի բան պատրաստել, օրինակ հենց միս, վարունգ, պամիդոր, կարտոֆիլ, հա, սենց այդ բոլոր մթերքները եւ ավելի քիչ տոկոս էր կազմում այն ինչ որ հենց հիմա կբացեմ կուտեմ, ինչ որ պեչենի, ինչ որ բան, հա թե կուստան առնելու, այո։ Եվ հիմա այդ սենց շատ պատկերավոր էր, դրա համար սենց ձեռքերով եմ ցույց տալիս, հիմա 2024 թվականին այն ինչ որ մենք առնում ենք տուն, մենք նու ես չէ, բայց հիմնականում մեծամասնությունը հենց հիմա կբացեմ կուտեմ եւ շատ քիչ բան, որը որ կպատրաստեմ ինչ որ մի բան կդարձնեմ։ Այստեղ այսինքն հենց նրա մասին է, որ մենք արագ շատ վերամշակումներ անցած եւ պատրաստի ալարկոտ ենք դարձել։ Նաեւ տանը չենք պատրաստում, քիչ ենք պատրաստում, սա պետքա փոխենք։ Շատ արագ վերջին թեման, որը որ էլի շատ ակտուալ է ցավոք սրտի, խոսքը նորմալ է վիրահատական, ուրեմն ռեզեկցիաների մասին, որոնք որ շատ արագ մարդիկ անում են եւ իրենց ստամոքսի չափսը նվազում է արագ կերպով եւ նրանք փաստորեն քիչ են ուտում եւ սկսում են նիհարել։ Ճիշտ է, սխալ է, ճիշտ է։ Չենք խոսում այն դեպքերի մասին, երբ որ վիրաբույժներ որոշեն կամ բժիշկներ որոշեն, որ սա պետք է անել, որովհետեւ այնտեղ գոյություն ունի, չգիտեմ, յազվա եւ այլն։ Ես չաղեմ, որոշել եմ, որ ինքս ինձ պետք է ռեզեկցիան, ինքս ինձ չէ, էլի։ Եկել եմ բժշկի մոտ, ասում այ քննում ինձ։ Ես ապշում եմ ձեր հարցերի հետ կապված։ Դա դրա համար ես կանչել։ Ես շատ մարդկանց գիտեմ, կներեք, որ գնացել են հենց այդ վիրահատությունը արել են, բայց նիհարել են, հետո էլի եկել են նույն քաշին են դարձել։ Ստամոքսը մեծանում ամեն դեպքում 15 անգամ կարա մեծանա, ստամոքսը 10-ից 15 անգամ կարա մեծանա, փոքր։ Փուչիկ այն ստո։ Ես լավ։ Դա ո՞նց ապշում, Լիդիա։ Որովհետև ոնց որ default որ այտենց պիտի լինի թեորիան վերցնում եք ու ասում եք որ այտենց չի ու ինչի դուք դեմ եք ոնց եք դուք դրան դեմ որտեղ մեր կյանքն է այդպես մենք ապրում ենք այնպիսի իրավիճակում որ չպետք է sense բան լինի որովհետև նորման դարձել է աննորմալ իսկ աննորմալությունը դարձել է բացարձակ նորմա որովհետև մենք այդպիսի հասարակության մեջ ենք ապրում դրա համար այտենց հարցեր եմ տալի ես դες ցավոք միգուցե հա ես մի քիչ երևի ռոմանտիկ ռոզվի ակնոցներով եմ եւ կարծում եմ որ այնքան իդեալական եւ հա եւ բժշկությունը եւ մարդիկ այնպեսին պիտի լինեն որ այո եթե ցուցում կա ցուցումը դրված է անում ենք եթե ցուցում չկա չենք անում ցավոք սրտի ես չաղեմ որոշել եմ որ ռեզեկցիա պիտի անի վերջ ոնց է բժշկին Ամերիկայում այդ հարցը էսպես է լուծվում եթե ճարպակալումը 45%-ից բարձր է ցուցված է միանշանակ կատարել այդ վիրահատությունը, իսկ եթե չէ, ոչ։ Ես կատեգորիկ դեմ եմ այն դեպքերին, երբ որ մարդը գնում է, կլինի դա կվերաբերվի ստամոքսի վիրահատությանը, կվերաբերվի օզեմպիկին, կվերաբերվի լիպոսակցիային, ընդհանրապես իմ համար էական չի։ Ես դեմ եմ բախտ եմ վիճակվել մի դեպքում իմ մարզվողի հետ գնալ այդ հանդիպմանը եւ
պրոստը չէի ցանկանա, որ դա բիզնես լիներ, այսպես ասած, որը որ ես տեսա իմ աչքերով։ Դեմ եմ ինչին։ Դեմ եմ, որ եթե 45% ճարպակալման ցուցում չունի մարդը, ինքը համոզում է դիմացինին, որ այո, իհարկե, քեզ պետք է, որպեսզի դու անես, այո, ես գնացել էի որպես ընկեր իհարկե, չներկայացա, զուտ ինձ հետաքրքիր էր կողքից կամ телохранитель Լավ, ինչու է այդպես։ Եվ դա ինչ է։ Պետք է որոշակի սահման լինի բիզնեսի, այսպես ասած, եւ այն Հիպոկրատի երդման, որ բժիշկը տալիս է, որ այո, պետք է օգնենք այս մարդուն, ոչ թե մարդը լինի ընդամենը 20 կիլոգրամ ավել, ասեն, այո, իհարկե, քեզ պետք է այդ վիրահատությունը, երբ որ հարցնում ես ինչի համար, բժիշկ ջան, դուք էլ նույն ձև փոր ունեք, իսկ դուք ինչի՞ չեք վիրահատում այդ դեպքում, շուրգա ասի, ես իմ կնոջն եմ հիմա սովորացնում, իմ կինս կսովորի, ինձ կվիրահատի, ասեցի դե ինքս ինձ չեմ կարող վիրահատել։ Բիզնես պետքա բժշկությունը չլինի։ Ցավոք սրտի, այո, այդպիսի դեպքեր կան, բայց եթե մենք գանք ինչ ցուցումներ ունի եւ մարդիկ իմանան թե որ ցուցումներով պետք է գնան։ Միակ ցուցումը նա գեր է, ուրիշ ցուցում չկա, ուրիշ բաների մասին չենք խոսում։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք ճարպակալ, շատ արագ կարճ, ոնց որ մեր ամբողջ բանի հաղորդման ճարպակալման բուժումը ունի հետեւյալ էտապները։ Առաջին, երկրորդ, երրորդ էտապներ ենք կոչվում ճարպակալման բուժման եւ առաջին էտապը դա ամենաերկար, ամենամեծ, ամենադժվար եւ կարելի ասել, որ ցանկացած բուժում ընտրելու պարագայում առաջին էտապը ամենակարևորն է եւ եթե մենք անգամ գնում ենք վիրահատական բուժման, առաջին էտապը պիտի անցնի։ Առաջին էտապը կոչվում է քաշի նվազեցման վարքաբանական թերապիա, երկարաժամկետ process է 6 ամսից մինչև 1 տարի ընթացող, որի ընթացքում դա հոգեբանական process է։ Նա հոգեբանական դիետոլոգիական, որտեղ որ եւ ֆիզիկական ակտիվությունն է կարգավորվում, եւ սննդակարգն է առողջանում, եւ գտնում ենք բոլոր տրիգերները, ինչին ի պատասխան պացիենտը ավել կալորիա է ընդունում, որն է իրան խանգարում, ինչ սիտուացիաներն են ամենավատերը, աջակցության մեթոդներ են գտնում եւ այլն եւ այլն։ Այս վարքաբանական թերապիայի ժամանակ մենք կարող ենք նվազեցնել քաշի 10-ից 15%-ը եւ այն մարդիկ ովքեր ունեին ընդամենը քաշի 10-ից 15% ավելորդ քաշ, սրանով վերջացնում են, այսինքն բուժում է իրականանում, այդ քանակությունը նվազում է քաշի, այո, եւ քանի որ ինքը երկարաժամկետ է եւ վարքաբանական բաների վրա է ընթանում, սովորաբար շատ ավելի քիչ է հետ հավաքում եւ կարճաժամկետ դիետա չի, որ ասենք, sense մի ամիս պահեց, հետո հետ հավաքեց։ Երկրորդ փուլին անցնում ենք, այսինքն որոշում ենք կայացնում, որ դեղորայքային բուժումը պետք իրականացնել մարդու մոտ այն ժամանակ, երբ որ վարքաբանական թերապիայի process-ի ընթացքում ամբողջ ընթացքը ճիշտ ընթացել է եւ մարզիչ կա, եւ հոգեբան կա, եւ դիետոլոգ կա, եւ այցերի քանակությունը համապատասխան է, բայց քաշը նվազել է 5%-ից պակաս եւ ունենք ճարպակալում բնականաբար, մենք գնում ենք դեղորայքի միացմանը։ Նպատակ ենք դնում, որ դեղորայքով 15-20% քաշի նվազեցում կարող ենք ունենալ, եթե մարդ ունի 20% ընդամենը ավել քաշ, ոնց որ Հովոն ասեց 20 կիլոգրամ էր ընդամենը, ավելորդը ենթադրենք 100 կիլոգրամ էր եւ 20% ավել քաշով հնարավոր է եւ դեղորայքով մենք վերջացնենք եւ կարիք չլինի։ Անցանք երրորդ փուլին անցնում ենք այն ժամանակ, երբ որ դեղորայքային բուժման ժամանակ 20% քաշը նվազել է, բայց չենք հասել ռիսկի նվազեցման։ Օրինակ, մարդը 180 կիլոգրամ է, պրեպարատով 20% իջացրել ենք, 20%-ը դա լինում է մոտավորապես 36-40 կիլոգրամ քաշի նվազեցում, ինքը դեռ 140 կիլոգրամ, մենք դեռ երրորդ աստիճանի ճարպակալում ունենք։ Մենք ի սկզբանե քննարկում ենք այս պացիենտի հետ, ասելով այս թվերը եւ ասում ենք, որ դուք հնարավոր է այսքան ժամանակ պրեպարատ ստանաք եւ վարքաբանական ամբողջ թերապիան անցնեք, բայց դուք մնաք դեռ 140 կիլոգրամում եւ հնարավոր է, որ ձեզ ի սկզբանե պետք է վարքաբանական թերապիա հետո վիրահատական միջամտություն, որովհետև թիվը այնքան մեծ է 45% եւ ավելը, ինչ որ ասում էր։ Եվ մեզ պետքա ուղղակի առաջի փուլով նախապատրաստվել վիրահատության եւ դրանից հետո գնալ վիրահատության եւ նորից դրանից հետո շարունակել, այսպես ասած, քաշի նվազեցումը, պահպանումը եւ այլն։ Այս իդեալական պայմաններում սենց պիտի լինի ընտրությունը, որ մեթոդն ենք ընտրում քաշի նվազեցման համար, եւ ոչ թե ես դիետա չկարացա անեմ գնամ վիրահատության։ Ոչ թե միանգամից թռնենք երրորդ փուլ։ Այո։ Հասկացա։ Եթե դուք ունեք ընդամենը 80 կիլոգրամ քաշ, բայց մտածում եք, որ պետք է լինենք 73։ Շնորհակալություն ձեզ այսօր այսքանը։ Ես խնդրում եմ, որ հետեւյալ հարցին փորձեք պատասխանել կամ
անգամ շատ կտրուկ պատասխանեք, թե ինչպես եք անձամբ դուք վերաբերվում body positive-ին։ Շատ հետաքրքիր է ինձ ձեր կարծիքը։ Շնորհակալություն Լիդիա, շնորհակալություն Հովհաննես, շնորհակալություն Լավրենտ։ Չենք մոռանում կոլոկոլչիկների մասին, սրտիկների մասին, չենք մոռանում բաժանորդագրվել, տարածել եւ առհասարակ չենք մոռանում մտածել, որտեղ անգամ եթե դուք շատ գիտեք կամ շատ նիհար եք, ամեն ինչ գալիս է այստեղից։ Կհանդիպենք։ Վերջ, շնորհակալություն։